Դե այլանդակությունը սահման չունի այս մարդկանց մոտ, ով ում վրա ուզում է թող կասկած։ Այս մարդը արյունապարտ է, հոգեսպան արյունապարտ։ Պետք է պարզաբանել, ինչ սթափության ներքո է գործում, արդյոք հոգեմետ ինչ-որ բաները օգտագործվում են, թե չէ, ով ում հետ հարաբերություններ ունի, իրենց ֆրակցիայում ովքեր են ում հետ ինչ անում, եթե ես Դուբայ եմ գնացել կամ չեմ գնացել, լավ եմ արել։ Կուսակրոնության խախտումը կամ չխախտումն է այսօր մեր երկրի ամենամեծ անվտանգային խնդիրը։ Ողջույն Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ, այսօր մենք Արմլու լրատվականի տաղավարում հյուրընկալել ենք Բագրատ arczepiskopos Գալստյանյանին, շնորհակալություն Սրբազան հայր, որ չմերժեցիք մեր հրավերը, այսօր մի քանի հարցեր կքննարկենք մեր տաղավարում, փորձենք ավելի բաց հանրությանը ներկայացնել ինչ է կատարվում եկեղեցու շուրջ։ Հենց սկզբից գանք Սրբազան, 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, պայքար սկսեց, նախկին թալանչիների, սատանաների որստ հայտարարեց, այնուհետև եկեղեցու դեմ սկսեց ինչ-որ գործեր, ինչ-որ ժամանակ մարեց այդ եկեղեցու դեմ թեժ պայքարը, կաթողիկոսի դեմ, որ պետք է հրաժարական տա գնա եւ այլն, մոռացվեց միառժամանակ եւ արդեն մոտ մի 4-5 օր է Նիկոլ Փաշինյանը տարբեր գրառումներով իր Facebook-յան հայտարարում է, որ պետք է բացատրություն տա եկեղեցին, ինչով է զբաղված, ինչ է անում եւ այլն։ Ինչու Սրբազան նորից Նիկոլ Փաշինյանը հիշեց եկեղեցուն, ինչու կառավարություն եկեղեցի փոխհարաբերությունները հաշտ չեն։ Կարծում եմ արդեն բազմաթիվ եւ բազմաշերտ վերլուծություններ արվել են տարբեր հարթակներում։ Շատ հստակ է, որ այս ամբողջ շարժումը սկսել է Փաշազադեի, Կովկասի մուսուլմանների հոգևոր պետի կամ Ադրբեջանի հոգևոր պետի Ալլաշուքյուր Փաշազադեի հրահանգով։ Այսպես ասած, մեկնարկը ինքն է տվել, օրը կարող է սխալվեմ, բայց եթե չեմ սխալվում, այս 22-ին կամ 23։ Եվ նպատակը Սրբազան, ինչ է նպատակը։ Ուրեմն ինչպես է մեկնարկը տվել։ Համարելով Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցին մեծագույն սպառնալիք տարածաշրջանում։ Ես մի առիթով եմ ասում, դեռ 23 թվականին էր, երբ մեզ համարում են ռևանշիստներ։ Այո, երբ Ադրբեջանում ասում էին, որ Հայաստանում ռևանշիստներ կան, այս իշխանության առանձնյակներն էլ ասում էին դեռ ռևանշիստներ, խոսք էր գնում, եթե կհիշեք, եւ ես էլ ասել եմ, որ այո, ես ռևանշիստ եմ, որովհետեւ արդարություն եմ պահանջում։ Իմ մտքից վրեժը դուրս չի գալու, ես պատասխանատու եմ, իմ բաժնով, իմ չափով։ Եվ ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել իրենց հանրայինով հենց առաջին օրեր եւ այլն, ռևանշիստ։ Նա Փաշազադեն նույնն է ասում, երբ մեկնարկը տրվեց եւ հետո այդ կառավարության նիստի ժամանակ չուլանացման մասին խոսեց Չարիքը, դրանից հետո եղան արձագանքներ հոգևորականների ու արեթը որսացին, մի խոսքով սկսեց չուլանացում առանց պատճառի, բացարձակ եւ ընդ որում խոսում էր համալիրում խաչ դնելու մասին եւ այլն։ Հիշեք, չեմ ուզում էր մանրամասներ մեջ մտնել։ Ու սկսեց ամբողջ գործընթացը։ Ինքը, իր կինը, գերագույն մաֆիոզ, մանկապիղծներ, մնացած բոլոր հայոյանից խոսքերով, մնացած բոլոր պատմություններով։ Այսինքն նախապես երևի եւ այո, եւ սրան զուգահեռ կամ զուգադիր ամբողջ ադրբեջանական մամուլը, ամբողջ, կարծես հենց այդ հրապարակումներին էին սպասում։ Եվ սա ինչ է նշանակում, սա ինչպես միշտ ասել եմ, հարձակվել են մեր երկրի, մեր պետության, մեր ինքնության, մեր գոյության ընդհանրապես վերջին խրամատի վրա։ Այն ինչ որ փորձեցին սկզբում անել, ջարդել, հետո նոր բերել այս արհավիրքը, չստացվեց, հիմա արհավիրքը բերել են ամբողջությամբ, հասցրել են վերջակետին եւ ուղղակիորեն փորձում են ջարդել, որպես իրենց գործերին, չարիքին որևէ մի խոչընդոտ հանդիսացող չլինի, պարզապես չլինի։ Գիտեք, այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը իբր թե ուզում ստորագրել,
եւ վստահաբար մեզ հասած տեղեկությունները պատրաստվում է ստորագրել, ցանկությունը շատ մեծ է ստորագրելու եւ ինքը ամեն ինչի կգնա։ Երևի հրահանգել տվել է, որ այդտեղ խնդիր է ունենալու, որովհետեւ ինքը մտահոգություն էլ է հայտնել վերջում մարտի, եթե չեմ սխալվում, սկզբին դեսպանների հետ հանդիպել են եւ այլն եւ մտահոգություն հայտնել, որ այս խաղաղության համաձայնագրի առիթով միգուցե ժողովրդային ընդվզում լինի։ Հիմա որտեղ պիտի կոտրեն ժողովրդային ընդվզումը, մեկ համակարգ գոյություն ունի, դա եկեղեցին է, որը չի հանդուրժելու։ Սրբազան, բայց այս ընթացքում եկեղեցին ինչ որ արտառոց հայտարարություններով հանդես չի եկել, կարելի է ասել որևէ ձևով չի խոչընդոտել։ Ինչու իրենք հիշեցին, օրինակ 18 թվականին սելֆի արեցին կաթողիկոսի հետ, հենց Աննա Հակոբյանը եւս գնաց հանդիպում ունեցավ, այսինքն ինչու նոր արթնացավ իրենց մեջ, ինչ ներքին ինֆորմացիա ունի։ Ասեցի դա, ամբողջը։ Ես ներքին ինֆորմացիա չունեմ, բայց թե վերլուծական, թե փորձագիտական, թե ուղղակիորեն մարդկանց մեկնաբանությունները տարբեր աստիճաններով, որպես ժամանակագրական շարահարություն հենց դրա մասին է խոսում։ Գնացին Ալբանիա, Ալբանիայից եկան Փաշազադեի հայտարարությունից հետո այդ ամբողջ շղթան շարունակվեց։ Այո, զուգահեռ նաև գաղափարի Բեռնում գտնվելու այդ եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ համաժողով գիտաժողովի զեկույցը, այսինքն մի խոսքով այս մարդուն թելադրում են անել ամեն ինչ եւ ինքն էլ շատ սիրով կատարում է։ Եկեղեցի շարքի վերցրեք սահմանադրության փոփոխությունը, անցյալ օրը զինանշանի մասին էին արդեն խոսում, Արարատը գիտեք որ փոփոխել են մեծ արագածի նկարով, էլ չեմ խոսում Արցախի հանձնման մասին։ Եվ ամբողջ շարքը մեր հազարավոր նահատակների մասին, ռազմագերիների մասին, ամբողջ այն աղետների շարքը, որ այսօր որի մեջ մենք ապրում ենք ուղղակի։ Հետևաբար մնացել վերջին խրամատը, վերջին պատնեշը, դա էլ քանդել, տրորել անցնել, որպեսզի այդ բոլոր հրահանգները շատ սիրով կատարեն։ Հիմա պարզաբանում, ինչ ասել Էրդողանը, օրինակ Տիրանայում, երբ որ հանդիպում էին ձեռքով կամ հրահանգով կամ ինչ-որ կերպով խոսում, կարող է պարզաբանել ինչ է ասել Էրդողանը իրեն, ինչ հրահանգ տվեց, որ գլուխը կախկնաց, ինչ հրահանգ տվեց Ալիևը, երբ նստած խոսում էին, դրա պարզաբանումներով պիտի դա ի վերջո մեր ժողովրդի կյանքի անվտանգության խնդիրն է, չէ՞։ Պարզաբանում կտա Էրդողանը ինչը ասել իրեն, ավելի ճիշտ ոչ թե ասել, այլ հրահանգել, որի ժեստերը ցույց են տալիս դրա մասին, որ ձայնը գրեթե չկա, եթե չասեմ ամբողջությամբ չկա։ Այս դրա պարզաբանում պետք է ժողովուրդը պահանջի։ Սրբազան, քանի որ խոսեցինք Փաշինյանի հայտարարություններից, հենց իր Facebook-յան էջում մի բառամթերքով խոսեց Սրբազանի մասին, կոնկրետ ինչ-որ մեկի մասին չի խոսել, այլ ինչ-որ արտահայտություններ արեց, նրա սեռական հարաբերությունների, քեռակնոջ մասին ինչ-որ խոսեց եւ այլն։ Հիմա որպեսզի հանրությանը ներկայացնենք, ձեզ համար հասկանալի է, ում մասին էր ինքը խոսում, ինչ Սրբազանի էր։ Դե այլանդակությունը սահման չունի այս մարդկանց մոտ, ոչ մի գիծ չունի։ Եվ այո, նա անորոշ կերպով այդպես հայտարարել է, ով ում վրա ուզում է թող կասկած, ուրիշ բան չկա։ Եվ հարցակումն է տեղի ունեցել բոլորի վրա գրեթե, բոլորի։ Դժբախտաբար, շատ դժբախտաբար մարդիկ որևէ սանձահարություն չունեն, զսպվածություն չունեն, խրախճանք են փորձում կազմակերպել այդպիսով։ Այս մարդը արյունապարտ է, հոգեսպան արյունապարտ, ոչ այն մարդասպան, այլև հոգեսպան արյունապարտ, արյունի տակ մնացած մարդը եւ պիտի բոլորին իրեն հանցակից ու մեղսակից դարձնի, բոլորին։ Անկամ այսպիսի ձևով բոլորին։ Ամենազազրել է, ինչ ասեմ, արգահատելի երևույթներն են արձանագրվում։ Բնականաբար այդ վախկոտների դասակը կամ ջոկատը իրենց շատ առյուծ են զգում Facebook-ներում, չգիտեմ որտեղներում, իրենց խոսքերին պատասխանատվությունը չեն կրում ոչ մի ձևով։ Գուցե ուժեղ հակադարձող չկա, դրա համար Փաշինյանը ասում է այն ինչ ուզում է, Սրբազան, ինչու եկեղեցին կոնկրետ չի արձակում։ Մենք ոչ օդի, ոչ հողմաղացների դեմ կռվելու ոչ ցանկություն, ոչ էլ
անհրաժեշտություն ունենք։ Բայց այն ինչ որ անում ասում եմ, ուղղակիորեն փորձելու ամբողջության մեջ մարդկանց ներգրավել իր մեղսալից, հանցագործ, մարդասպան եւ հոգեսպան ուղղակի ընթացքի մեջ։ Վաղ առավոտյան արթնանում է ու գրառում է անում։ Կաթողիկոսն արդյոք երեխաունի թողնում է եւ բարձրաբանեք իր սթափության աստիճանը։ Ինչի ներքո է անում, արդյոք ինչ որ բաներ է օգտագործում, չի օգտագործում, դա պետք է բարձրաբանվի։ Բժիշկները պետք է զբաղվեն, եւ որ մայրաթորը իմիջիայլոց մայրաթորը հայտարարության մեջ մի այսպիսի տող կար, որ իրավասու մարմինները զբաղվեն իրենով, ես ներկա չեմ եղել, բայց գիտեմ, որ կամ մտածում եմ, որ հավանաբար եղել է արտահայտում, որ բժիշկները պետք է զբաղվեն, սխալ է թարգմանվել իրավապահ մարմիններ, այսինքն սխալ է վերարտադրվել իրավապահ մարմիններ, իրավասու մարմիններ, այսինքն դրանք հոգեբույժներն են, բժիշկներ են, տարբեր աստիճանի ստուգումներ իրականացնողներն են, ինչպես նաև անվտանգության ծառայեկիցներ տարբեր։ Եվ ասում եմ, ես պետք է պարզաբանել, ինչ սթափության ներքո է գործում, արդյոք հոգեմետ ինչ որ բաներ օգտագործվում են, թե չէ, պետք է պարզաբանել դա։ Հիմա պարոն Փաշինյանն էլ ասում է պետք է պարզել, արդյոք կաթողիկոսը երեխաներ ունի, թոռներ ունի, պետք է այս հարցին վերջնական պատասխան տալ։ Դուք գիտեք այդ ինֆորմացիան, տիրապետում եք այդ ինֆորմացիան, արդյոք կաթողիկոսը ինձ պատշաճ չի նախ, երկրորդն էլ նա ով է, որ այդպիսի հարցադրում կատարի կամ չկատարի, թող ինքը իր ընտանիքի մասին մտածի, իր շուրջը գտնվող մարդկանց մասին մտածի, ով հետ հարաբերություններ ունի, իրենց ֆրակցիայում ովքեր են ում հետ ինչ անում, ով կարող է ասեմ 2, 3, 4 կին ունենալ, ով կարող է ընտանիք ունենալ մի 10 հոգի հարճեր պահելու, թող դրանց մասին մտածի, որոնց հրապարակումները մամուլում լեցված են։ Իր ընտանիքի մասին է թող մտածի։ Մենք այս հարցադրումները չենք կատարում, չէ՞։ Հիմա եթե անցյալ օրն եմ ասել, մեր զսպվածությունը թույլ չի տալիս այս բաները խոսել։ Եվ նաև դրանից վեր թող մտածի այսօր Սյունիքում անընդհատ կրակոցների մասին, պատերազմի սպառնալիքների ու վտանգների մասին, թող մտածի Արցախը ինչպես հանձնեց, ում հետ համաձայնեցված, ինչ համաձայնություններով։ Եվ այսպես շարք թող մտածի այդ նահատակների ծնողներին ինչպես հրահանգ տվեց ծեծել, ջարդել, եռաբլուրում։ Թող մտածի թե այդ նկարներն ու պատկերները եռաբլուրից որ նայում են, այդ տղաները ինչով էին մեղավոր, որ ինքը այսօր խոսում է այսպես կոչված իրական Հայաստանի մասին, ասում որ մենք պետություն ստացանք, զոհեցինք այսքան մարդու, որ պետություն ստանանք։ Սուտ բնականաբար։ Եվ այսպես շարունակ, թող մտածի Բաքվում տեղի ունեցող դատերի մասին, մեր ռազմաքաղաքական ղեկավարության, նրանց ընտանիքների մասին, այդ պատասխանատվությունը իր վզից ով է վերցնելու։ Եվ այսպես շարունակ, բոլոր շերտերով թող մտածի։ Իշխանությունը կանգ չի առնելու Սրբազան, մենք տեղեկություններ ունենք, որ նույնիսկ հրահանգված է իրավաբան մարմիններին, տարբեր հոգևորականների աշխարհիկ կյանքի հաճույքների մասին տեսանյութեր գտնել, նույնիսկ ձեր անունն է շեշտվում, կաթողիկոսի անունը, ասում են Դուբայ եք գնացել միասին, ինչ որ տեսանյութեր ունենք, որոնք եթե զիջումների չգնա եկեղեցին, իրենք պատրաստ են անգամ հրապարակելու։ Կան այդպիսի կոմպրոմատներ ձեր դեմ, որ կարող է օգտագործվել։ Ուրեմն եթե ես Դուբայ եմ գնացել կամ չեմ գնացել, լավ եմ արել։ Եթե գնացել եմ, նախ ոչ մեկի գործը չի ես Դուբայ եմ գնացել, թե ուր եմ գնացել։ Երկրորդն էլ եթե գնացել եմ, լավ եմ արել։ Երրորդն էլ ես Դուբայ չեմ գնացել։ Եվ որևէ առիթով չեմ գնացել։ Եվ չգիտեմ էլ ինչ տեսանյութ ուզում են հրապարակի եւ այն։ Դա առաջին հերթին եթե կունենան Սրբազան այդպես է տեսանյութերը ցես կոմպրոմանտներ կլինեն։ Բացարձակ հետաքրքիր չի, բացարձակ։ Երկրորդ, եթե ազգային անվտանգության ծառայությունը այդպիսի տեղեկատվությանը տիրապետում տեսանյութերի եւ չգիտեմ ինչերի եւ այլն։ Եվ եթե դրանք հրապարակվում են, դրանք պետք է պատճառաբանված լինեն պետական անվտանգության տեսակետից։
Եթե չեն, ուրեմն ազգային անվտանգության ծառայությունն էլ է հանցակից։ Անձնական։ Ուրեմն այլևս ազգային անվտանգություն ծառայություն գոյություն չունի մեր երկրում։ Այլ գոյություն ունի գործիք վերահսկելու մարդկանց, բոլոր մարդկանց շարժը։ Ուղղակի յուրաքանչյուրի։ Մի մտածեք, որ դուք ինձ հարցը տալիս եք, ձեր մասին չեն կարող ասել մի բան։ Յուրաքանչյուրը, այն իրենց քպեական բան կար, չէ՞, գործընկեր ունեն, տարեց մարդիկ են։ Աղազարյանը։ Հա, մեկ էլ մյուսն։ Ասլանյանը։ Հա, ավելի շատ կարծեմ առաջինի դեպքում, չէ՞։ Հովիկ Աղազարյանի դեպքում։ Ինչ արեցին, հեռախոս, բան, անձնական տվյալներ, տանեն նիստեր։ Այո, բացահայտեցին, ում հետ է շփվել, ինչ արել, այսինքն դա նաև օրենքով պաշտպանվածություն ունի։ Այսինքն օրինակ ոչ միայն ազգային անվտանգության ծառայության իմաստով, այլ նաև հենց պետական պաշտոնյաների ներառյալ վարչապետի պաշտոն զբաղեցնողը, զավթողը, չէ՞, օրենքով ինքը պետք է զբաղվի պետական անվտանգության խնդիրներով։ Հիմա եթե դրանք չեն, ուրեմն ազգային անվտանգության ծառայությունը որևէ գործ, որևէ ցանկացած մարդուն, ոչ միայն ինձ կամ որևէ մեկին հրապարակելու դեպքում եւ բնականաբար իրենք միգուցե ուղիղ չանեն, եթե ինչ որ բան կա, չգիտեմ ինչ կա, կարող է կա։ Իրենց պատկերացմամբ էլի կարող է կա։ Եթե արեցին, անելու են տարբեր աղբյուրներով եւ այլն, բայց ակնհայտ է, չէ՞, որ իրենք են գործիքները։ Ուրեմն իրենք են մեղսակից, հանցակից, հանցագործ, մարդասպան, հոգեսպան եւ արյունապատ։ Եվ դրա պատասխանը պիտան։ Ուրիշ ձև չկա։ Իսկ եթե դրանք դրվի սեղանին եւ կոմպրոմանտ օգտագործվի, կա ինչ որ ելք դրանից, ասենք կաթողիկոսի դեմ դրվի եւ ասի, որ այսպիսի տեսանյութ կա, որ իրենք կհրապարակեն։ Ինչ կարող են դրանով անել, ինչի կարող են հասնել, օրինակ հրաժարական տա կաթողիկոսը, ինչ։ Այդ հարցը ես կարծում եմ տեղին չի այս բան, ինչ կանեն, ինչ չեն անի, ով գիտի, սատանան ինչ ասես անում են։ Դևը այդպես է գործում, չէ՞։ Դևերը Հիսուսին ասում են, ինչ ես ընկել մեր հետևից, ինչ ես ուզում մեզանից։ Նույն հարցն են տալիս։ Նույն հարցը ասում են, ինչ գործ ունես մեզ հետ, ինչ ես ուզում մեզանից։ Ընդ որում ասեմ, փորձի չէ, սատանան սաղմոսներով, սուրբ գրքի հատվածներով էր փորձում Հիսուսին։ Այն ինչ որ հրապարակվում է։ Եվ հա, մի խորհուրդ էլ, եթե Սաղմոս ասած Սաղմոսի ցանկություն, 50-րդ Սաղմոսը կարդա։ Ինչ եմ ասում Սրբազան։ Ողորմիր ինձ Աստված ըստ քո մեծ գթությամբ ու ողորմությամբ եւ քավիր իմ անօրենությունները։ Այդ Սաղմոսը պետք է կարդա։ Սրբազան, եթե պարզվի կուսակրոնությունը դրժվել է, կա ինչ որ մի ձև պատժելու, հա, հոգեվորականին։ Եկեղեցին ունի նման սահմանադրություն, ներքին որոշում։ Ներքին կանոնակարգն է, եկեղեցու ներքին կյանքն է դա եւ իրեն է վերաբերում եւ ոչ մեկին։ Եվ եթե հիմա փորձում են ներթափանցել, մտնել այնտեղ մի տիրույթ, որ իրենց չի պատկանում որևէ ձևով։ Իրենք պետք է առաջին հերթին իրենց կյանքը հրապարակեն։ Կուսակրոնության խախտումը կամ չխախտումն է այսօր մեր երկրի ամենամեծ խնդիրն ու անվտանգային խնդիրը։ Թե ասենք 150,000 մարդկանց վաճառելը, բռնագաղթեցնելը, հայրենիք հանձնելը, ամբողջ սահմանագծով տեղի ունեցող խնդիրները, որն է ավելի մեծ։ Այսինքն որևէ մի պետության բարեկան երկրի ղեկավարին մնացել պարզելով կուսակրոնով չէ, ով մեղավոր մարդով չէ։ Ես ասել եմ մի առիթ, որ Հենրի VIII-ի երևի գիրքը կամ ֆիլմն է նայել, Անգլիայի թագավոր, որը ի վերջո դարձավ նաև միապետ։ Այսօր անգլիկան եկեղեցու գլուխը նաև թագավորն է։ Ֆորմալ իմաստով թագավորն է։ Միապետն է ամբողջը, թե հոգևոր, թե աշխարհիկ։ Ինքն էլ է ուզում երևի այդպեսին դառնալ։ Սրբազան, նաև հայթակղվել այդ պատկերներից։
Մանկապղծության մասին են խոսում, որը ավելի է, հա, հանրությանը հուզում, որը անընդհատ փորձում են հասկանալ, ինչ մանկապղծության մասին է խոսքը, ինչ եկեղեցիներում կատարվող, իբրև թե ասում են ճեմարաներում խայտառակ իրավիճակ է, պետք է հասկանալ, ինչ այլասերվածություն է տարածված եկեղեցում, պետք է պարզել, ինչ է կատարում Աննա Հակոբյանը, հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո նման հայտարարությամբ հանդես եկավ։ Ուրեմն, եթե ինքը տեղյակ է, մանկապղծության ինքը տեղյակ է թաքցնում է, ինքը հանցագործ է կամ հանցակից, ինչպես է սահմանվում օրենքով։ Եթե տեղյակ է եւ թաքցնում է այդ բոլորը, եւ մինչեւ այսօր եթե տեղյակ է եղել ու թաքցրել է, առաջին հերթին իրավապահ մարմիններ պետք է գնան իր հետևից։ Բարձելու որտեղ, ինչ է կատարվում ճեմարաններում, որտեղ։ Եվ ինչու է մինչեւ այսօր թաքցրել։ Ճեմարաններում ինչ է կատարվում, բաց, հրապարակային, այսօր փառքած ոչ բան չկա ծածկելու։ Հրապարակային ճեմարաններ կա, ճեմարանում երկու հոգի չեն ուսանողները, 80 հոգի են, ավելին են։ Եթե մի բան էլ նկատենք, տհաճ իրավիճակ եղավ Գնել Սարգսյանը, երբ որ պատարագում։ Այս ամեն ինչը շարունակվի Սրբազան։ Ինչ ելք եք դուք տեսնում։ Ուրեմն տեսեք, նախ անցալու մեր Հովհաննես Նրավետիսյան, մեր քաղաքագետ եւ այլն։ Հովհաննեսը շատ հետաքրքիր պատկեր է տալիս գիտությամբ այսպես իրավիճակ, ուրեմն հրահանգ է տրվում, սկսում են բոլոր շերտերով գործել, հետո վերածում են գործողությունների ուղղակի ֆիզիկական դաշտ։ Այն ինչ որ տեղի ունի եւ այդ կերպարի այցելությունն են հենց դրա վկայությունը եւ կարծում նաեւ ինչ որ բաներ են խոսել համացանցում, ինչ գործողություններ անեն եւ այն արդեն զուտ անցնելու գործողություն թողանեն։ Թող փորձեն։ Եվ եկեղեցին ինչ պետք է անի Սրբազան։ Ինչ որ կանի, այն էլ կանի։ Շատ լավ ձևակերպել է Միքայել Սրբազան։ Իրանք ինչի որ ընդունակ են, մենք էլ այդ բոլորին պատրաստ ենք։ Կարծում եք, որ պետք է կոնկրետ քայլեր արդեն անել այս հայտարարությամբ։ Կտեսնենք։ Իսկ ավելի զուսպ չի ես ձեզ եկեղեցին այս պահի դրությամբ, այն մտքերին, այն արտահայտություններին, ինչ անում են ՔՊԱ-ական падգամավորները, այն սպառնալիքները, որ հնչեցնում են եկեղեցուն, արդյոք ավելի զուսպ դիրքորոշում չի արտահայտում։ Հանրությունն ասում է, ինչու ոտքի չենք ելնում, ինչու չենք ելնում ցույց տալու, որ եկեղեցին միայնակ չէ։ Ժամանակը կգա, ոտքի էլ կելնենք, ամեն ինչ էլ կանենք։ Հիմա եկեղեցին իր դիրքորոշումն ունի, իր մտածումներն ունի, իր բարձունքի վրա գտնվելու եւ չխառնվելու այս ամբողջ, ինչ ասեմ, ճահիճին ու ճղճի իրավիճակին, զսպվածությունը դրսևորում ամենա բարձր աստիճանով եւ երևի միտեղ կհասնի ինչ որ բան, բայց խնդիրը հետեւյալն է, իսկ քիչ առաջ էլ ասացի։ Եթե մենք էլ սկսենք, եկեղեցին էլ սկսի նման կերպով, նման վարվելակերպով, նման ոճով գործողություններն ու որևէ քայլ, դա ուղղակի սարսափելի կլինի։ Իսկ ինչ մնում է խնդիրը լուծեմ ու խնդիրը արմատապես լուծվի։ Ես ասում եմ, չարիքը գտնվում է այս կենտրոնում։ Այդ չարիքը պետք է հեռացնել։ Եվ դա պետք է տեղի ունենա։ Նա պետք է հեռանա, հեռացվի, հեռանա։ Չի կարող այսքան մեր ավիշը, ամբողջ արյունը քաշել ուղղակի բոլոր առումներով, չի կարող։ Սա վերջից էլ վերջն է, վերջը ասել է քիչ է։ Եվ կհեռացնենք, թող պատրաստվի։ Սրբազան, Հայաստանում մորմոններ կան, Եհովայի վկաներ կան, ինչու իշխանությունը օրինակ իրենց մասին երբևէ չի խոսում, այնտեղ ինչա կատարվում, այնտեղ ամեն ինչ։ Նաև իրենք այս այս ձևով փորձում են իրենց ընտրազանգվածը մեծացնել։ Իր խելքով պատրաստում են ընտրությունների, ես ասում եմ 26 թվին իրենք չեն լինելու, որ ընտրությունների մասնակցեն։ Ինչից եք ենթադրում Սրբազան, օրինակ կան հարցումներ, որտեղ դեռևս իշխող դիրքում գտնվում են ՔՊԱ-ականները, իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը, դուք օրինակ ունեք ինչ-որ սոցհարցում, շփումներ հանրության հետ, որ կարծում եք, որ այս իշխանության այդ շփումները շատ լայն են, բոլոր շերտերով, որոշ մասը երևացող, որոշ մասը չերևացող։ Մարդիկ զզված են ուղղակի, բոլոր առումներով զզված։ Եվ ասում եմ ձեզ, հատկանշական հարցումը, երբ մարդկանց հանդիպում, անցյալ օրը երևի տեսել եք պարզ պատկեր է եղել ապարանում հերոսամարտին մեր անկախության տոնին նվիրված։ Ես պարզապես փողոցով քայլել եմ
Քաղաքապետարանը մինչև հուշահամանել երևի 15 րոպե ոտքով 2-2.5 ժամ են գնացել, մի 3 ժամ էլ ետ են եկել, քայլելով։ Մարդկանց հարցումները առողջությունից հետո չեն էլ սպասում։ Երբ ենք հեռացնում սրան, երբ ենք հեռացնում։ Այս սպասումը ակնկալիք է և այսպես ասած ձգտումը գոյություն ունի։ Եվ մենք էլ անելու ենք դա։ Նորից փողոց եք դուրս գալու Սրբազան։ Միայն, ուրիշ տարբերակ չկա, հրապարակ ենք դուրս գալու, այս փողոցը, իրենք ինչու են փողոց բառից խուսափում, երբ որ ասում հրապարակ նկատի չունեմ արաբության հրապարակ, հրապարակներ, ասպարեզ, այսպես ասեմ։ Որովհետև փողոցայինը իրենք են, փողոց իրենք են դուրս գալիս, փողոցում իրենք են մնացել, մենք ասպարեզ հրապարակներում դիլինենք։ Եվ դա է ճանապարհը, ուրիշ բան չկա, խաղաղ անհնազանդության, գործիքակազմով, ճանապարհով, հստակ քայլերով, մարդկանցով, շատ մարդկանցով, ես ասեմ 100, դուք մտածեք հազարների մասին։ Այսինքն կարծում եք, որ առաջիկայում այդ համախմբումը լինելու է հրապարակներում մարդիկ նորից հավաքվեն։ Ով չի ուզում է, որ սրանք հեռանան կամ հեռացվեն։ Ես այդպիսի մարդ չեմ ճանաչում, բացի իրենց վաճառված հոգիները, կամ եթե այնտեղ հոգի կա ընդհանրապես։ Նայում եմ իրապես տեղեկատվությունը տալիս են մեզ, չէ՞։ Նայում եմ այդ մարդկանց այդ խեղճերին։ Մեղքս գալիս են ուղղակի թշվառ, որ իրենց այսպես լորձաշուրդ բեմ են ընկել, կարծես ինչ-որ բան են գտել իրենց համար, լեշակեր են, գիշակեր, դուրս են եկել տարբեր խցիկներից և այլն խոսում են լուրջ դեմքերով, բաներով, տենց չեմ ուզում անազգաններով ասեմ դրանց տարբեր դեմքեր, վաճառված գործակալներ, մեզ են ասում գործակալ, չէ՞, գործակալության էլ չափ կա, սրանք գործակալ չեն, սրանք ծառաներ են, ստրուկներ ուղղակի։ Ձեզ մեղադրում են հատուկ գործակալ լինելու մեջ, որը տալու են ասում են մեքենայի և ոսկու, այս ստրուկներն են, չափազանց։ Եվ այո, պետք է լուծել։ Ես միշտ ասել եմ և կրկին ասելու եմ, և սա թող լինի բոլորի մտքի մեջ, իրենք իրենց հարց տան։ Ինչ սկզբունքով ենք մոտենում խնդրին։ Մենք հարցնում ենք հնարավոր է հեռացնել, թե ոչ, այդ հարցն ենք տալիս, թե ասում ենք անհրաժեշտ է հեռացնել, թե ոչ։ Ինձ համար հստակ է, անհրաժեշտ է հեռացնել։ Եթե անհրաժեշտ է հեռացնել, ուրեմն նաև հնարավոր, ուրեմն ըստ այդմ էլ մեր գործողությունները պետք է լինեն։ Սրբազան, նաև քաղաքական ուժերն են դիրքավորում 2026 թվականի ընտրություններին մասնակցելու հետ կապված որոշում ունեք, օրինակ Սերժ Սարգսյանի հետ գնալ, Ռոբերտ Քոչարյանի հետ գնալ, միայնակ գնալ ընտրություններին, ինչպես է։ Ընտրությունների ես չեմ պատրաստվում որևէ ձևով, Սոնա ջան։ Մասնակցել։ Հա, առաջին իմաստով ես տարբեր առիթներով ասել եմ, ինձ համար հոգևոր բարոյական հարց է այդ ընտրությունը քաղաքականից դուրս։ Ինչու՞։ Որովհետև դու չես կարող չափվել չարիքի հետ, հոգևոր ընկալմամբ դու չես կարող լեգիտիմացնել չարիքին, ասել դու էլ մեկն ես, ես էլ մեկն եմ, արի գնանք մրցենք։ Ոչ, մեր տերը այդպես չի վարվել չարիքի հետ։ Մի բան ասել, նախ առամարել ուղիղ չի խոսացել երբեք հետ, երկրորդ ասել է, եթե գնա, անցի, կորի ես տևից, կորսելի։ Ոչ մի ձևով չի ասել, արի փորձենք, արի գնանք եւ այլն։ Մրցենք։ Բացարձակ, սա ինձ համար հոգևոր աստվածաբանական, բարոյական ընկալում է, չարիքի հետ երբեք մի մրցի, չարիքի հետ կարող ես ընդդիմանալ, կռվել, արամարել, ճանապարհից դուրս դնել, բայց ոչ երբեք փորձել մրցել, բացարձակ, դա ինձ համար հենց այդ իմաստով անընդունելի է, իմ համոզմունքները հոգևոր, աստվածաբանական, տիրույթում թույլ չեն տալիս նման բանի մասին նույնիսկ մտածել։ Երկրորդը շատ է խոսվել դրա մասին, թե իրենց վարչական ռեսուրսով, թե մարդկանց ահաբեկելով, թե ահռելի ծավալի փողեր ծախսելով, էլ աղբյուրները չացել, իմիջիայլոց դրանք էլ պարզաբանման կարիք ունեն, լավ հիշեցրեք, ինձ ասում եք Դուբայ եւ այլն, չէ՞, իրենք որտեղներ են գնում հանգստանալու, ում փողերով, ինչպես, ինչ առիթներով, ինչ տներ են գնում, ինչ փողերով,
ում փողերով, ինչ աղբյուրներով չեն, ընդհանրապես մի քանի տարվա մեջ սոված մարդիկ ասում են հաբերի փող մուրացողները այսօր դարձել են տների տերը, բազմաթիվ տների, բազմաթիվ եւ ասում են ինչով են հիպոթեկով են ձեռք բերել։ Գնացեք հիպոթեկով ձեռք բերեք, մարդկանց ասեք թող գնան հիպոթեկով ձեռք բերեն, կտան բանկերը չեն տա, բարձր չեն տա։ Հիմա խնդիրը հետեւյալն է։ Առաջին գալով ուղղակի մի քիչ շեղվեցի հարցից։ Այդ իմաստով ես բացարձակ ասում թե այդ համոզմունքով բացարձակ ընտրություն եւ այլն չեք խնդիր, այո, չեմ տեսնում։ Երկրորդն էլ այդ իրենց ադմինիստրատիվ ռեսուրս եւ այն ամեն ինչ կուտակելով էլ աղանդավոր կրոնական կազմակերպությունները դուք հարց տվեցիք, չէ՞, ինչու Եհովայի վկա մորմոն սրանն չեն կպնում, որևէ ձևով իրենց չեն կպնում։ Չէ, ինչը տեղի ունենալու։ Գումարած իրենց այդ ահռելի ծավալներն ու գումարները, գումարած էս մի տասնյակի հասնող ինչ-որ խոսնակներ կան, որ ժամանակ առ ժամանակ գետնի տակից դուրս են գալիս։ Տարբեր քաղաքական ուժեր են նկատում։ Այո, այս բոլոր իրար հետ գումարած նաև թուրք-ադրբեջանական մեծագույն աջակցությունը, որ տեղի ունենում, բնականաբար ընտրություն, հա, եւ նաև այն ռեպրեսիաները, որ իրենք կարող են ձեռնարկել, արդեն իսկ անոնսել են դրա մասին։ Երկրորդ նախագահի, երրորդ նախագահի, հայկապողական դաշնակցության արդեն իսկ անոնսել են պատժելու, կանխելու, սահմանափակելու, նույնիսկ կալանավորելու, թույլ չտալու, ել չեմ ասում կալանավորելուց հետո միգուցե Բաքու ուղարկելու, այսինքն բոլոր սցենարները, բոլոր հնարավոր պաշտպանելու համար իրենց փողի եւ հաճույքների իշխանություն։ Ուրիշ ոչ մի բանի մասին իրենք չեն էլ մտածում։ Տեսեք ամենապարզ բանը ասեմ, ես հետևել եմ մամուլում, այս Սյունիքում տեղանու դեռ ոչ թե այս 2 օրը, դեռ ասեմ մի ամիս առաջին այն, նա կրակոցները որ տեղի են։ Ուրեմն ասում եմ, այո։ Ասում եմ դրանք կրակոցներ են, որ տեղի են ունենում բանի, գյուղերի վրա չեն։ Սահմանային։ Այո, սահմանային։ Գյուղերի վրա չեն, զինվորների վրա են։ Այսինքն զինվորները մարդ չեն, արժեք չունեն, սեպեն գյուղերի վրա չեն, խրամատների վրա են։ Որտեղ զինվորն է պաշտպանում այն։ Այդ զինվորները մարդ չեն, արժեք չունեն այդքան, որ ասում եք, գյուղերի վրա չեն կրակում, քաղաքացիների վրա չեն կրակում, զինվորների վրա են կրակում։ Այս սա է սրանց մոտեցումն վերաբերում։ Էլ չեմ ասում դիրքերի վիճակը։ Աշխարհազոր են տանում, չէ՞, մարդկանց տանում են, մարտական հերթափոխ են տանում եւ այլն եւ այլն։ Մարդիկ վերադառնում են հարցազրույց, չեն ուզում Երևան։ Լացի մեջ, թե ինչ են տեղի ունենում դիրքերում, ինչպես որևէ ժամանակ եւ սրանք տևական հյուծման քաղաքականության բոլոր շերտերի վրա ուղղակիորեն փորձում են պահել այն ինչ որ ունեն։ Մեզ ել եմ ասում հասած տեղեկություններով, այն ինչ որ ասել են, Հայաստանի կիլոմետրաժը կապ չունի։ Թե քանի կիլոմետր կլինի մեր երկիրը, մեր պետությունը, նշանակություն չունի։ Դրա վկայությունը ինքը տվել է Չարիքը 29800-ի համար կներեք ժողովրդային լեզվով ասում դոշ էր պատրոն, չէ՞։ Այո։ Հանկարծ մի 2 ամիս հետո դարձավ 29743։ Հիմա կարող եմ 2 հատ էլ մատ թափ տան, ասի ինչ որ թերթից, հանրագիտարանից, պապու չուլանից, այդ բառը ասեմ, խորդանոցից գտնեն ինչ որ մի բան, ասելու եմ դե չէ դե սխալվել են 29200 էր եւ այսպես շարունակ։ Հստակ սպառնալիք կա Սևանի արևելյան ափի նկատմամբ, հստակ սպառնալիք կա Տավուշի ամբողջ չիրականացված իմիջիայից հետ պիտի գամ ասելու այն որ մարդիկ խոսում են սրբազան պայքարի մասին, ասելու թե մենք ինչ ենք արել։ Հստակ սպառնալիք կա Տավուշի ամբողջ այդ այսպես կոչված անկլավային մասով մինչև լորի ձգվող ականազերծումներ են արել, դուք էլ կարծեմ անդրադարձել եք։ Ականազերծումներից բացի նաև մեծ տեղեկություններ են հասնում, որ հստակ ասել են ճշտ են, որ ոսկեպարի եկեղեցու շուրջն այսօր չափագրումներ են տեղի ունեցել։ Չեմ ասում Բերթավանի կողմն են, տեղեկությունները եկել են, ես խնդրել եմ, որ ճշգրտեն ուղղակի, ճշգրտեն, հստակ ասեն, թե ինչ է տեղի ունենում։ Հաստատացի, որպես մերկապարանոց մանր չասեն։
Սյունիքի մասով, երբ խոսում ենք մարդկանց հետ, այո, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որոնց հետ մենք իրավունք ունենք, թե բարեկամների միջոցով, թե ուղիղ կերպով խոսելու։ Մենք ամենայն դեպս ոչ ես, ոչ էլ իմ շրջապատը Թուրքիայում չենք սովորել։ Ամենայն դեպս օմեգա մականունը չունենք, որը մինչև հիմա չի մերժվել, ժխտվել, հերկվել։ Եվ այսպես շարունակ, մնացածները չեմ ասում դեռ։ Ուրեմն, երբ խոսակցություններ են լինում, մարդիկ չեն խոսում է Սյունիք միջանցք, ճանապարհ, այդ թեման չկա, իրենք խոսում են Սյունիքի մասին, որպես ամբողջություն, միլիմետրով են ասում, թե ինչ է տեղի ունենալու, միլիմետրով, իսկ սա պարզաբանման ամենամեծ կարիքը հրամայականը եղող հարցի կապակցությամբ թաքցնում է, դա որն է այդ համաձայնագիր կոչվածը, հրապարակի տեքստը, տեքստը հրապարակիր, բոլոր կետերով պարզաբանում են պահանջում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մեղավոր քաղաքացիները, հոգևորական կամ աշխարհական, պարզաբանում են պահանջում, տեքստը հրապարակի, ստախոս խաբեբա, հրապարակի տեքստը, հրապարակի տեսնենք ինչի մեջ ես բերել մեր ժողովրդին, կարող է պարզաբանում են պահանջում, այդ մի ժամանակ պայմանագիր է, չէ, դու դարձավ համաձայնագիր, հիմա նորից եմ կրկնում, 10-րդ անգամ, քանի անգամ, որ ինքը գրառում արել, դրա կրկնակին, հրապարակի տեքստը, ստախոս, խաբեբա, հրապարակի, կարող ես, թե պետական գաղտնիք է դա, դեռ պետական գաղտնիք էլ չկա, որովհետև այն թշնամին հակառակորդ է տեքստը ունի իր ձեռքում, ունից ես գաղտնիք պայելու, ասենք ամերիկացիներից, կամ ունից ռուսներից, ունից, հրապարակ, միայն քո ժողովրդից ես գաղտնիք պահում, չէ, այդպես չի, հիմա խնդիրը դա է, որ էլի կրկնում եմ, այդ ամբողջ անվտանգային խնդիրներով եւ այլն մնացած բոլոր հարցը, որը ուղղակիորեն մեր գլխին սպառնալիք ամենօրյա, մենք նույնիսկ չգիտենք երբ ինչ է տեղի ունենալու, որ օրը, միայն օրերը չգիտենք, բայց այն ինչ որ տեղի ունեցավ անցյալ տարի, մեր այդ պայքարի ամբողջ բովանդակությունը, որ ինձ էլ մեղադրեցին ռուսական գործակալ, փողերի ստանալ, որով դատ է գնում, ինչ մեղքերի մեջ, ինչ ուզեք մեղադրել են, ինչ ուզեք ասել են, զրպարտ են, ոչ թե մեղադրել, և շարունակել են, լկտիաբար շարունակել են այդ թեման, մինչև հիմա դեռ խոսում են այդ մասը, քանի որ իրենք այդպիսին են, սրա նրա ծառաներն են, գործակալներն են, լվացողներն են, ամեն ինչն են, բնական է, որ ուրիշների մասին այդպես փնված են, նաև ուղղորդում գոյություն։ Մենք ինչ ենք արել, մարդիկ թող չասեն, որ դա ստացվել է շատ լավ, առաջինը որ արել ենք, ցույց ենք տվել, որ Հայաստանում մարդիկ այսպիսի մեծաթիվ կերպով ոչ հույս են կորցրել, ոչ պայքարի կամք, ոչ ցանկություն, այլ նետված են, ուղղակիորեն մարդիկ պատրաստ են իրագործելու իրենց երազանքը, ազատագրելու մեր երկիրը։ Այն որ մեռած վիճակ էր, հույսի բացարձակ, այսինքն չգոյություն, անտարբերություն այսպես կոչված ճակերտա, որին ես երբեք չեմ հավատացել։ Մարդիկ հուսավառվել են դրանից։ Տեսել են կենթանի մարդկանց, ովքեր պատրաստ են դա իրագործելու։ Այսինքն մեռած չէին այդ մարդիկ։ Երկրորդ, այդ բոլորով դա բարոյական հոգևոր մասը, որ ինձ համար ամենակարևորն է եղել, ամենա։ Իսկ երկրորդ մասը, որ ես ոնց կարող եմ լռել, երբ որ իմ տարածաշրջանում հենց իմ պատասխանատվության հովության ներքո գտնվող մեքենայություններ են գործում, իմ ժողովրդին էլ սպառնալիք է տրվում։ 3 տարի առաջ գալիս ասում ես ձեռքս կկտրեմ, 3 տարի հետո գալիս ասում ես խելոք մնացեք, պատերազմ եք բերելու եւ այլն, սպառնալիքով թողնում գնում։ Բացարձակ չեն կարող, դա բարոյական տիրույթում։ Իսկ ինչ մնում է պետության, անվտանգության մասով, ուրեմն մենք ինչ ենք կանխել, այսօր ինչ որ պիտի տեղի ունենա կամ տեղի ունենա ապագայում առաջկային, չգիտեմ երբ, այդ համաձայնագրի տեսքով մնացած բոլոր բաների, սրանք չեն դադարել, այդ անկլավների հանձնումից սկսած մինչև ադրբեջանցիների վերադարձ եւ դրանք բոլորը տեղի պիտի ունենային անցյալ տարի։
կանխել է սրբազան շարժումը։ Ոչ միայն կանխել է, այլև սպառնալիք է դարձել, որ որևէ քայլի դեպքում նմանատիպ Ժողովուրդը նորից ահավասիկ է ժողովուրդ եւ կրկնակի ու երակի եւ խնդիրներն էլ լուծվելու են այդպես։ Այս սա է բերել սրբազան պայքարը, եթե ոմանք չեն տեսել դա, ես հրավիրում եմ մի հատ պարզ անկեղծ անաչառ աչքով դիտելու։ Սրբազան եւ վերջին հարցս, որ այդ շարժման ընթացքում անընդհատ հնչեց Կանադայի ձեր քաղաքացիությունը։ Դուք հրաժարվեցիք քաղաքացիությունից, ունեք։ Ես հավի բնավորության գիծ ունեմ, լավ վատ չգիտեմ։ Երբ մարդիկ խոսում են ինչ-որ անարժեք բաների մասին եւ մղում են քեզ ինչ-որ գործողությունների, ես գնում եմ դրան հակառակ։ Ուղղակի հակառակ։ Կանադայի քաղաքացիությունը ինձ համար զուտ ֆորմալ թուղթ է, ոչ մի բան։ Ես շատ ավելի մեծ բաներից եմ հրաժարվել այդ երկրի ծառայություններից, քան ընդհանուր մի փոքրիկ փաստաթուղթ։ Ինչից եմ հրաժարվել։ Առողջապահական ծառայություններ, որը անվճար են։ Սրանք իրենց կյանքը կզոհեն, այդ մի փոքրիկ քարտ ունենալու։ Անկեղծ ասում եմ։ Ապահովագրություններից, ինչ իմանամ, հարկերի եւ այլն է, որ կուտակում է, հետո վճարում են քեզ թոշակի բան, ամեն ինչից, ինչ որ հնարավորություն, ինչ որ կաշկանդող հանգաման գոյություն է ունեցել իմ կյանքում, որ չի կապել ինձ իմ երկրի հետ, ես բնականաբար հանձնել եմ ու եկել։ Այդ մի փաստաթուղթը մնացել է իմ ձեռքում, զուտ դժվարություններ չունենալու պատճառով այս կամ այնտեղ որևէ կերպով ոչ թե անձնական գնալու գալու, այլ օրինակ անցյալ անգամ Հռոմի պապի ուղարկավորություններ Բենեդիկտոս պապի եւ այսինքն մի քանի օրվա տարբերությամբ էր, որ ուղղակիորեն հնարավորություն կար մեկնելու առանց կաշկանդումների, չէ՞, օրինակն եմ տալիս, պարզ օրինակ։ Երկրորդ այդ քաղաքացիություն ձեռք է բերվել գրեթե կարող եմ ասել պարտադրանքով, այսպես ասեմ, ճակերտել, որովհետև այնտեղ եմ եղել հնարավորությունները երկրի թե սկսած հարկերի վճարումից, աշխատանքից եւ դյուրություններից ուղղակի։ Ես իմ կամքով չեմ գնացել Կանադա ապրել, ոչ փախստականի կարգավիճակով, ոչ այս կարգավիճակով, ոչ այն կարգավիճակով, ես գնացել եմ ծառայության, դարձյալ հայ եկեղեցու Հայաստանի Հանրապետություն։ Դեսպանությունն էլ կարող եք հարցում անել, իմանալու համար, թե ինչեր եմ արել Հայաստանի Հանրապետության համար գտնվելով Կանադայում, լինելով Կանադայի հոգևոր առաջնորդն եմ, կանադահայության։ Էլ սկսած պատգամավորներ բերելուց Հայաստան, բարձրաստիճան ամբողջ կանադական եկեղեցիների գլուխներին բերելու Հայաստան, Մոնրեալի քաղաքապետին բերելու Հայաստան, Երևան, համաձայնագրերը Երևանի եւ Մոնրեալի միջև թարմացնելու շարունակելու մեծ աստիճանի վրա, Երևանից մարդիկ տանելու Մոնրեալ աշխատանքային փորձի փոխ։ Ինչ ուզեք։ Արցախի մասով էլ չեմ ասում։ Ինչքան։ Եվ այսինքն անկախ նրանից թե ես գտնվել եմ Հայաստանում թե Կանադայում, իմ ծառայությունը լի եղել է հայությանը ու Հայաստանում։ Եվ այս ժամանակ ես նպատակ չեմ ունեցել, որ ծրագրած լինեմ, որ մի օր ինչ-որ բան եմ անել ու հրաժարվեմ, որ արգելք չլինի եւ այլն։ Եկել հասել ենք մի կետի, որ նախախնամությամբ, այսպես ասեմ, հանգրվանել եմ իմ չուզած վայրում, երբեք չփապագած եւ երբեք էլ չմտածած, դա էլ ուրիշ հարց։ Եվ երբ սկսեցին Կանադայի քաղաքացիներից, չեմ թաքցրել դա, ես սկզբից էլ ասել եմ դրա մասին։ Այո։ Թաքցնելու կարիք էլ չկա, ոչ էլ անհրաժեշտություն։ Ես ասում եմ, որ սա ոչ մի ձևով խոչընդոտ չի կարող լինել, ոչ մի ձևով։ Եվ նաև շատ կարևոր է, որ այն օրենքը, որը կաշկանդում է Սփյուռքում գտնվող կամ երկքաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներին, որևէ ձևով որոշում կայացնելու պետական մարմինների մեջ ներգրավված լինելու առումով կասեցնում են նրանց ներգրավվածությունը, որոշում կայացնելու իմաստով, ոչ թե պարզ գալու ինչ-որ բանի օգուտ տալու։ Պետք է այդ արգելքը վերանա։ Եվ եթե եկել հասել է ինձ խնդիրը, ուրեմն թող իմ ճանապարհով վերանա։
տարգել։ Ուրեմն այդպես է պետք եղել։ Նախասահմանված այդպես, ու այդպես էլ պիտի լինի։ Այդ абսուրդ արգելքը պետք է վերանա։ Մենք մարդկային ուժի սահմանափակումներ ունենք, թեպետ շատ լավ մարդկային ուժ ունենք Հայաստանում, շատ լավ ու շատ կարող, շատ հրաշալի մարդիկ, որոնց դարձյալ թիրախավորել, հեղինակազրկել, փորձել են մտցնել անկյուններ, որ ոչ մեկ մի ծպտուն չանի, ոչ մեկ հանկարծ չկարողանա որևէ բան ասել։ Մենք նաև ունենք հսկայածավոր սփյուռք, ունենք հենց այդ սփյուռքահայ մեր բարեկամներն ու հայրենակիցներն երկքաղաքացիությունն են, ապրում են Հայաստանում, բարձրագույն պրոֆեսիոնալներ են եւ այլն, որոնք կարող են ամեն վայրկյան այդ պետական շինարարության մեջ որոշումներ կայացնել, գործընթացներ մեծ ներդրում ունենան, ու չկան։ Ինչի պատճառով, որովհետեւ արգելք կա երկքաղաքացիության կամ միայն Հայաստանի քաղաքացիության։ Հետևաբար ինձ համար որևէ արգելք չկա, բացարձակ։ Օրենքը ստեղծել են, օրենքն է մարդու համար, ոչ թե մարդու օրենք է համար, ասում է Սուրբ Գիրքը։ Հետևաբար ինչպես ստեղծեն, այդպես է կփոխեն, եթե պետք է։ Սրբազան շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար, մեր հարցերին պատասխանելու։ Շնորհակալություն ձեզ, իմիջիայլոց առիթը դարձյալ օգտագործելով։ Ես հատուկ կերպով ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ամբողջ անձնակազմին, ամբողջ բոլորին, խմբագրակազմին, լրագրողներին, օպերատորներին, այս ամբողջ ժամանակահատվածում մեզ հետ լինելու համար։ Արդեն հենց դեմքերը չենք տեսնում, մի քիչ կարոտում ենք, բայց հենց երևում են հասկանում, որ հարազատության միջավայր է գոյացված, այնպես որ բոլորիդ շնորհակալություն։ Աստված թող զորացնի մեր ազգին այս փորձությունից ավելի ուժեղ դուրս գալու համար։ Շնորհակալ եմ Սրբազան։ Հարգելի Արմլուլ լրատվականի հետևորդներ, կհանդիպենք։